Դիլիջանում պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ 2 օր շարունակ քննարկեցին Հայաստանում թվային փոխակերպման ապագան։ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացել է թվային փոխակերպման առաջնորդություն խորագրով 2-օրյա աշխատաժողովը։ Միջոցառումը համատեղ կազմակերպել էին Կենտրոնական բանկը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Աշխատաժողովի գլխավոր հյուրն Էստոնիայից էր, որովհետեւ թվային կառավարման հարցում Հայաստանը հենց այս երկրի փորձն է ուսումնասիրում։ Նայել էինք էստոնական պատմությունը, տեսել էինք, որ դրական փորձ կա թվայնացման եւ հասարակության թվայնացման հետ կապված, ու որոշել էինք թիմի հետ հանդիպել, որպեսզի փորձենք հասկանալ Հայաստանում ինչ կարելի անել, որովհետեւ Հայաստանում մենք անընդհատ թվայնացումից խոսում ենք, բայց ոնց որ թե պրոգրեսը ոչ մեկին չէր բավարարում։ Մարտին Գալստյանը հենց սկզբից է ընդգծում, Հայաստանի համար թվայնացումը ոչ միայն տեխնոլոգիական զարգացման, այլև ազգային անվտանգության խնդիր է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի առաջխաղացման ու Հայաստանը նոր մակարդակի վրա տեղափոխելու տեսանկյունից թվայնացումը այլընտրանք չունի։ Մենք որպես փոքր բաց երկիր, հաշվի առնելով մեր ռեգիոնը, շրջապատը, մեր բացվածությունը եւ այլն, մենք այլընտրանք չունենք, քան մեծ ուշադրություն դարձնենք երկու կոմպոնենտի, դա թվայնացումն է, նաեւ կիբերպաշտպանությունը։ Այսինքն այն անալոգային ժամանակաշրջանը անցել է, հիմա մենք կիբերդարաշրջանում ենք, որը իր այդ բերում է հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ հսկայական վտանգներ։ Այս քննարկումների արդյունքում պետական հատվածի ներկայացուցիչները հնարավորություն են ստանում ծանոթանալ լավագույն փորձին, գործընթացի մանրամասներին, մարտահրավերների հաղթահարման լավագույն լուծումներին։ Գլխավոր ուղերձը հետևյալն է՝ թվայնացումն ինքնանպատակ չպետք է լինի, այն առաջին հերթին հանրային ծառայությունների որակը բարելավելու միջոց է։ Թվայնացումը մեր համար գործիք է, լավացնելու մեր հանրային ծառայությունները, շտկելու մեր տվյալների շտեմարանները, տարբեր բացերը, որոնք որ տարբեր ժամանակահատվածում տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրների արդյունքում ձևավորվել էին, դրանք ավելի արդյունավետ դարձնել ու վերջնանպատակը կարծում եմ պետք է լինի լավ հանրային ծառայություններ մատուցելը ու պետության մեջ որոշակի խաղականոնների հստակեցումը։ Աշխատաժողովը վարելու համար հայկական կողմի հրավերով Հայաստան էր ժամանել Անդրես Կուտը, Էստոնիայի թվային վերափոխումն իրականացրած թիմի առանցքային անդամներից մեկը։ Նա այժմ էստոնական խորհրդատվական ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրենն է։ Էստոնացի մասնագետը եւս հատուկ ընդգծում է, որ թվայնացումը չպետք է դիտարկել զուտ որպես տեխնիկական խնդիր։ Մեր գործակցության ընթացքում, երբ աշխատել ենք էլեկտրոնային նույնականացման փոխգործելիության եւ թվայնացման այլ թեմաների շուրջ, պարզ է դարձել, որ թվայնացումը պարզապես ինժեներական հայեցակարգ չէ, դա զուտ ինժեներական խնդիր չէ, որը պետք է լուծել։ Հետևաբար այս հասկացությունների շատ ավելի խորը ընկալում է անհրաժեշտ։ Այս աշխատաժողովը կազմակերպվել է հենց այդ նպատակով։ Թվայնացումը որպես քաղաքական եւ իրավական հայեցակարգ է ներկայացվում, ոչ թե զուտ տեխնիկական խնդիր։ And legal concept rather than an engineering thing. Հայաստանը վերցրել է Էստոնիայի փորձի բազմաթիվ տարրեր, բայց նույնությամբ չի կրկնել։ Փոխարենը բարելավել է դրանք եւ հարմարեցրել հայաստանյան իրականությանն ու պայմաններին։ Թվային վերափոխման հարցում եւս պետությունն այս մոտեցումն է որդեգրել։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը մանրամասնում է, թե ինչու է Հայաստանն ուսումնասիրում հատկապես Էստոնիայի փորձը։ Թվայնացման ամբողջ օրակարգը հետևել է Էստոնիային, որտեղ Էստոնիան առաջինն է եղել աշխարհում, որ այս ուղղությամբ մեծ առաջընթաց ունեցել ու մենք տարբեր այս պայմանությամբ կարգեր ունենք, օրենքներ եւ համակարգեր, որ էստոնական մոդելին է հետևել։ Խնդիրը նրանում է կայանում, որ հետևելով ինչ որ մոդելի պետք է հասկանալ այդ մոդելի ինչի մասին է խոսքը եւ կիրառելիության ժամանակ կարեւոր մասերը բաց չթողել։ Հայաստանի թվային հասարակության մոդելը ստեղծելիս պետությունը հստակ տեսլական ունի։ Ծառայությունները մարդկանց համար պետք է լինեն հարմարավետ եւ անվտանգ։ Այս առումով ուշադրության կենտրոնում մի քանի հիմնարար բաղադրիչներ են։ Առաջինը դա նույնականացումն է, էլեկտրոնային քաղաքացի կերպարը ստեղծելն է, երկրորդը տվյալների հասանելիությունը եւ փոխգործելիությունն է, որ մեր տվյալները հասանելի լինեն տարբեր պետական մարմինների եւ կիբերանվտանգությունը։
Էստոնացի մասնագետը Հայաստանի հետ գործակցության ընթացքից գոհ է։ Առհասարակ խորհրդատուի գլխավոր մարտահրավերներից մեկն այն է, որ խորհուրդները հազվադեպ են վերածվում շոշափելի արդյունքների, իրական առաջընթացի եւ իրավիճակի փաստացի բարելավման։ Հայաստանի դեպքում այս խնդիրը չկա։ I have been coming to Armenia for like almost 5 years now. Ես գրեթե 5 տարի է ինչ այցելում եմ Հայաստան, որովհետև դուք կարողանում եք լսել։ Ես տեսնում եմ, որ իմ տված խորհուրդները կիրառվում են եւ բարելավում ինչ-որ մեկի կյանքը։ Իմ փորձից ելնելով, իսկ ես աշխատել եմ ամբողջ աշխարհում, սա շատ հազվադեպ հանդիպող երևույթ է։ Կարծում եմ, որ սա ձեր ամենամեծ ակտիվն է։ Կենտրոնական բանկը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համատեղ ջանքերով շարունակելու են աջակցել երկրի թվային վերափոխման գործընթացին։ Նպատակն է ստեղծել հանրության համար հարմար, անվտանգ եւ հասանելի թվային ծառայություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին եւ կբարելավեն քաղաքացիների կյանքի որակը։